Բնապահպաններ նախարարություն առճակատումը նոր չէ, արգելոցում մեկ ապօրինի շինություն են հայտնաբերում, մեկ վարազ սպանող որսորդ, այս անգամ էլ խոշտանգված կենդանիներ։ Որսագողի տարած բան չի, հատուկ տագարտներ էր լարված մի քանի հատ, մոտ 6-7 հատ տեսել ենք, ավելի շատ այդ տպավորությունն է, որ ուդուշ խմուշի տեղ է, էլի, այդ տենց վիճակ է, իրոք, այսինքն սպանում են, ուտում են, խմում են, վայելում են Խոսրովի արգելոցում։ Կովկասյան գորշ, արջ ու բեզոարյան այծ, այս կենդանիները կարմիր գրքում են։ Խարույկի հետքի մոտ ակտիվիստները հայտնաբերել են նաև մորթված նապաստակ, օղու դատարկ շշեր ու կենցաղային աղբ։ Բնապահպանության նախարարության որսագողության հարցերի տեսչությունը անսպասելի եզրակացություն է արել։ Եզրակացնում են, որ դա տեղյակ եք եղել, որ նման բան է տեղի ունենում եւ սպասել եք, որ նա լինի, նոր ինչ որ բան սփռենք բնապահպանության նախարարության վրա։ Հնարավոր չէ դա։ Բնապահպանության նախարարը պետք է ոչ միայն հրաժարական տա, այլև պատժվի, ասում են բնապահպանները։ Այս պահանջով նամակ են ուղարկել գլխավոր դատախազին։ Պահանջում են գլխավոր դատախազից, հատուկ քննչական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից անհապաղ փաստի առթիվ քրեական գործ հարուցել եւ անցկացնել քննություն։ Ուրեմն քրեական պատասխանատվության կանչել սկսած բնապահպանության նախարարից ընդհուպ մինչև Կաքավաբերդի Խոսրով անտառ արգելոցի պոակի տնօրենի պաշտոնի ազատում։ Նախարարության վնասների ցուցակով բեզոարյան այծը գնահատվում է 3 միլիոն, արջը 1 միլիոն, նապաստակը 8000 դրամ։ Պատճառված վնասը 20 միլիոն 40 հազար դրամ են հաշվել։ Եթե մեղավորները բացահայտվեն, այս գումարը կմուծեն պետբյուջե։ Որսագողության դեմ ավագ տեսուչն ասում է, անցյալ տարի 12 միլիոն դրամ մուտքագրել են բյուջե։ Տարեկան որսագողության 100-ից 150 դեպք են արձանագրում։ Աննա Բալյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։